Ողջույն հարգելի ձիեր, սա ձեր հորոսկոպն է 2026 թվականի համար։ 2026 թվականի հենց ձեր տարին է և այն սկսվել է փետրվարի 17-ից և կշարունակվի դեռ մինչև փետրվարի 5-ը 2027 թվական։ Հատկապես կզգան այն ձիերը, ում տարիքը 60 տարեկան է, որովհետև կրակե ձին եղել է նաև 60 տարի առաջ։ Եվ ովքեր են ձիու տարում ծնված նշանները, որ տարիներին եք դուք ծնվել և որ համարվում եք ձիու տարի, բայց պետք է հասկանալ, որ նաև հունվարի 1-ից չի սկսվում, որովհետև տարի հատկապես չինական հորոսկոպում, և սկսվում է հունվարի կեսերից կամ փետրվարի կեսերից, կախված է թե որ տարվա մասին է խոսքը։ Եվ ովքեր որ ծնվել են 1942, 54, 66, 78, 90, 2002, 2014 և իհարկե այս տարի 2026 թվականին, ապա համարվում եք ձիու տարում ծնվածներ, հատկապես օրինակ փետրվարի 17-ից հետո ծնվածները։ Ձիեր, ձեզ համար 2026-ը դա աստղային ժամն է եկել։ Կարմիր կրակե ձիու տարին արթնացնում է կիրքը, վստահությունը և գործողության ձգտումը։ Այս շրջանի էներգիան իդեալական կերպով համընկնում է ձեր բնույթի հետ, եռանդուն, անկախ և լի ոգևորությամբ։ Բախտը բարեհաճ է նրանց հանդեպ, ովքեր չեն վախենում համարձակորեն սլանալ առաջ, թողնելով կասկածները անցյալում։ Սիրային ոլորտում 2026 թվականը ձիերին կբերի ուժեղ զգացմունքներ և նորացում։ Միայնակ նշանի ներկայացուցիչները կարող են հանդիպել մի մարդու, ով կկիսի իրենց կրակը և կենսասիրությունը։ Իսկ նրանք, ովքեր արդեն հարաբերությունների մեջ են, կմտնեն ռոմանտիկ վերածննդի շրջան։ Հանկարծակի ճանապարհորդությունները, անսպասելի խոստովանությունները և զգացմունքային բաց լինելը կուժեղացնեն կապը։ Կարևոր է չթողնել, որ խանդը և չափազանց հպարտությունը քանդեն փխրուն ներդաշնակությունը։ Ընտանեկան հարցերում ձիերը կցուցաբերեն առաջնորդություն և ցանկություն պաշտպանելու իրենց մտերիմներին։ Նրանց ակտիվությունը կոգեշնչի ընտանիքի անդամներին փոփոխությունների, ճանապարհորդությունների և նոր նպատակների։ Սակայն կարևոր է հիշել հավասարակշռության մասին։ Մի փորձեք ամեն ինչ վերահսկել։ Երբեմն ավելի լավ է բաց թողնել իրավիճակը և վստահել կյանքի հոսքին։ Մասնագիտական ոլորտում 2026 թվականը խոստանում է արագ զարգացում։ Ձիու տարին մղում է դեպի նոր հորիզոններ, և եթե դուք երազել եք փոխել մասնագիտությունը կամ սկսել սեփական գործ, հիմա հենց ճիշտ ժամանակն է։ Սակայն մրցակցությունը կաճի, դրա համար ձեզանից կպահանջի ոչ միայն վճռականություն, այլ նաև իմաստություն։ Օգտագործեք ձեր բնական հմայքն ու մարդկանց հետ արագ լեզու գտնելու ունակությունը։ Դա կօգնի շահավետ համաձայնագրեր կնքել և ամրապնդել հեղինակությունը։ Ֆինանսական առումով տարին կլինի դինամիկ։ Հնարավոր են ինչպես անսպասելի եկամուտներ, այնպես էլ ռիսկային ծախսեր։ Զարգացած ինտուիցիա ունեցող ձիերը կկարողանան որսալ հաջողության այդ պահը, հատկապես այն ոլորտներում, որոնք կապված են հաղորդակցության, ուսման և ստեղծագործության հետ։ Ամենակարևորը չգործել իմպուլսիվ։ Չափավորությունն ու ռազմավարական մոտեցումը կօգնեն պահպանել կայունությունը և բազմապատկել կապիտալը։ Ինչ վերաբերվում է առողջությանը, 2026 թվականը պահանջում է ուշադրություն էներգետիկ գերծանրաբեռնվածության նկատմամբ։ Ձեր ակտիվությունը կարող է հանգեցնել գերհոգնածության, եթե չհամատեղեք աշխատանքը և հանգիստը։ Փորձեք ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, հանգստանալ թվային սարքերից և շաբաթական ռեժիմում կարող եք օգտագործել յոգա, լող կամ զբոսանքներ։ Այդ դեպքում դուք կկարողանաք լիովին բացել ձեր ներուժը և այս կրակոտ տարին դիմավորել լիարժեք պատրաստվածությամբ։ Իսկ հիմա ավելի մանրամասն։ Աշխատանք և ֆինանսներ 2026 թվականին ձի նշանի համար, ձիերի համար, կարմիր կրակե ձիու տարին դառնում է ուժեղ կարիերային շարժի և առաջընթացի շրջան։ Այս տարվա էներգիան հատկապես աջակցում է նրանց, ովքեր գործում են վստահ, համարձակ և առանց երկար կասկածելու։
Ձեր ամբիցիաները զգալիորեն կաճ են, իսկ ձեր ունակությունները ապացուցելու ցանկությունը ձեզ կոգեշնչի նոր ձեռքբերումների և լուրջ քայլերի։ Սակայն այստեղ կա կարևոր մի նրբություն՝ չափից շատ էնտուզիազմը կարող է բերել գերհոգնածության։ Այդ պատճառով շատ կարևոր է պահպանել հավասարակշռությունը ակտիվ աշխատանքի և լիարժեք հանգստի միջև, որպեսզի չկորցնեք ձեր ուժը ճանապարհի կեսին։ Մասնագիտական ոլորտում ձիերին սպասվում են իսկապես մեծ հնարավորություններ աճի և զարգացման համար, հատկապես հաջող ընթացք ունենան այն գործերը, որոնք կապված են հաղորդակցության, մարքեթինգի, ճանապարհորդությունների և ձեռնարկատիրության հետ։ Այս տարին բարենպաստ է նոր պաշտոնի անցնելու, սեփական բիզնես սկսելու կամ նորարարական նախագծեր կյանքի կոչելու համար։ Բնական առաջնորդ լինելով, դուք կարող եք հեշտությամբ ձեռք բերել հեղինակություն և ձեր օրինակով ոգեշնչել մյուսներին։ Սակայն այստեղ նույնպես կարևոր է չշտապել և խուսափել իմպուլսիվ որոշումներից, քանի որ նույնիսկ լավ հնարավորությունը կարող եք կորցնել, եթե այն ճիշտ չկառավարեք։ Ֆինանսական առումով 2026 թվականը խոստանում է կայունություն և եկամուտների աստիճանական աճ։ Հնարավոր են շահավետ գործարքներ, աշխատավարձի բարձրացում կամ բոնուսներ ձեր կատարած աշխատանքի համար, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր է ցուցաբերել հեռատեսություն, չարժե հույսը դնել պատահականության վրա և ներգրավել ռիսկային ներդրումների մեջ։ Ֆինանսական հաջողությունը հատկապես կուղեկցի նրանց, ովքեր կարողանում են ճիշտ պլանավորել, վերլուծել իրավիճակը և խելամտորեն տնօրինել իրենց ռեսուրսները։ Կայուն արդյունքի հասնելու համար արժե մտածել նաև երկարաժամկետ ներդրումների և խնայողությունների մասին, որոնք տարվա վերջում արդեն կտան իրենց տեսանելի արդյունքը։ Բացի այդ, շատ կարևոր է ուշադրություն դարձնել ժամանակի և առողջության կառավարմանը։ Դուք կարող եք ունենալ ցանկություն ամեն ինչ անել միանգամից, սակայն իհարկե մի տարածվեք բազմաթիվ ուղղություններով։ Ճիշտ կազմակերպված աշխատանքը և հստակ առաջնահերթությունները կօգնեն ձեզ խուսափել հյուծվածությունից և միաժամանակ ամրապնդել ձեր մասնագիտական հաջողությունը։ Սեր և ընտանիք 2026 թվականին ձի նշանի ներկայացուցիչները կզգան ուժեղ զգացմունքների ալիք և էմոցիոնալ մեծ փոփոխություններ։ Սա այն տարին է, երբ ձեր զգացմունքները կարող են բոցավառվել նոր ուժով, և դուք կարող եք ապրել ավելի խորը ու վառ զգացողություններ, քան նախկինում։ Միայնակ ձիերը իրենց խարիզմայի և ներքին կրակի շնորհիվ կգրավեն շրջապատի ուշադրությունը։ Ռոմանտիկ ծանոթությունները կարող են լինել հանկարծակի, արագ և շատ վառ։ Սակայն մի զգուշացում՝ մի շտապեք խոստումներ տալ և փորձեք խուսափել մակերեսային հարաբերություններից, որպեսզի չխճճվեք ձեր իսկ զգացմունքների մեջ։ Նրանք, ովքեր արդեն հարաբերությունների մեջ են, կմտնեն վերանայման և նորացման շրջան։ Հնարավոր է ցանկանաք հարաբերություններին ավելացնել ավելի շատ ազատություն, թարմություն և արկածային շունչ։ Համատեղ ճանապարհորդությունների պլանավորումը կամ ընդհանուր նպատակներ ունենալը կարող են զգալիորեն ամրապնդել ձեր կապը։ Բայց այստեղ նույնպես կարևոր է պահպանել հավասարակշռությունը։ Ձեր անկախության ձգտումը չպետք է դառնա վեճերի պատճառ։ Համբերությունը և զուգընկերոջ զգացմունքների նկատմամբ հարգանքը կօգնեն պահպանել ներդաշնակությունը, միաժամանակ պահելով և անձնական ազատությունը, և մտերմությունը։ Ընտանեկան կյանքում 2026 թվականին կզգացվի ակտիվ և շարժուն էներգիա։ Հնարավոր է առաջանան նոր պարտականություններ, որոնք կապված կլինեն երեխաների կամ ծնողների հետ, սակայն դուք կկարողանաք հաղթահարել դրանք ձեր ներքին ուժի և լավատեսության շնորհիվ։ Եթե հարազատների հետ հարաբերությունները երբեմն լարված են թվում, փորձեք գործել ավելի մեղմ։ Ձեր անկեղծ ուշադրությունը և աջակցությունը կարող են հարթել նույնիսկ ամենաբարդ իրավիճակները և վերացնել հակասությունները։ Ընդհանուր առմամբ 2026 թվականը ձի նշանի համար սիրո և ընտանիքի ոլորտում կլինի վառ զգացմունքների, անկեղծ խոստովանությունների և հոգևոր կապերի ամրապնդման շրջան։ Ամենակարևորը ձեր էներգիան ուղղեք ոչ թե վեճերի, այլ ստեղծման
և հարաբերությունների զարգացման վրա։ Եվ այդ դեպքում այս տարին ձեզ կբերի խորը բավարարվածություն և ներդաշնակություն անձնական կյանքում։ Եվ հիմա տեսնենք ամիս առ ամիս։ Չինական հորոսկոպում ամիսները չեն սկսվում ամսի 1-ից։ Հունվարի 17-ից մինչև փետրվարի 15-ը։ 2026 թվականի սկիզբը Ձի համար կբերի էներգիայի ուժեղվա աճ և ոգեշնչում։ Դուք կզգաք վստահություն ձեր ուժերի հանդեպ և մեծ ցանկություն գործելու ու առաջ շարժվելու համար։ Աշխատանքում հնարավոր են դրական փոփոխություններ, նոր նախագծեր, ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումներ և համագործակցության առաջարկներ։ Ամիսն արդեն անցել է, և դուք կարող եք ևս վերանայել։ Սակայն կարևոր է չվերցնել ձեզ վրա չափից շատ պարտականություններ, որպեսզի հաջողությունը պահպանվի։ Պետք է ճիշտ բաշխեք ձեր ուժերը և չանտեսեք հանգիստը։ Փետրվարի 16-ից մինչև մարտի 16-ը։ Փետրվարը հորոսկոպի համաձայն դառնում է ակտիվ շփման և ինքնազարգացման շրջան։ Ձիերը կկարողանան իրենց լավագույն կողմից դրսևորել բանակցություններում և ներկայացումներում։ Միայնակներին սպասվում են հետաքրքիր և նոր ծանոթություններ։ Ֆինանսական վիճակը կլինի կայուն, սակայն խորհուրդ է տրվում խուսափել ռիսկային և խաղային որոշումներից։ Կենտրոնացեք բյուջեի պլանավորման վրա և մտածեք երկարաժամկետ նպատակների մասին։ Մարտ ամիսը դա մարտի 17-ից մինչև ապրիլի 15-ն է։ Գարնան այս ամիսը կբերի հանգստություն և ներքին ներդաշնակություն, այսինքն կարծես թե պետք է արդեն բերեր, որովհետև ապրիլն ենք արդեն։ Ձեր աշխատունակությունը կաճի, իսկ ստեղծագործական գաղափարները կստանան աջակցություն։ Սա շատ լավ ժամանակ է սովորելու, նոր հմտություններ զարգացնելու և ինքնակատարելագործվելու համար։ Անձնական կյանքում հնարավոր են հաճելի փոփոխություններ, հարաբերությունների ամրապնդում կամ հոգեհարազատ մարդու հետ հանդիպում։ Ապրիլ ամիսը դա ապրիլի 16-ից մինչև մայիսի 14-ն է։ Ապրիլը կլինի հագեցած և ակտիվ ամիս, և Ձի նշանի էներգիան կհասնի իր առավելագույնին։ Դուք կկարողանաք իրականացնել կարևոր նախագիծ կամ ստանալ արժանի ճանաչում, սակայն կարևոր է չկորցնել զգոնությունը և չթողնել, որ հաջողությունը ձեզ շեղի։ Մնացեք ուշադիր մանրուքների նկատմամբ։ Անձնական կյանքում հնարավոր են կրքոտ, բայց որոշ չափով հակասական հարաբերություններ։ Դրա համար կարևոր է վերահսկել ձեր զգացմունքները և չգործել միայն էմոցիաներով։ Մայիսը դա մայիսի 15-ից մինչև հունիսի 13-ն է։ 2026 թվականի մայիսին ձիերը կզգան դադար վերցնելու անհրաժեշտություն։ Փորձեք ձեզ չծանրաբեռնել և ավելի հաճախ լինել բնության գրկում։ Այս ամիսը շատ հարմար է ճանապարհորդելու, հանգստանալու և ներքին հավասարակշռությունը վերականգնելու համար։ Ֆինանսական ոլորտում հնարավոր են փոքր տատանումներ, այդ պատճառով խորհուրդ է տրվում չշտապել մեծ գնումների կամ ներդրումների հարցում։ Հունիսը դա հունիսի 14-ից մինչև հուլիսի 12-ն է։ Հունիսը ձիերին կբերի ստեղծագործական ոգեշնչում և փոփոխությունների ցանկություն։ Դուք կարող եք որոշել փոխել ձեր կերպարը, տեղափոխվել կամ փոփոխություններ կատարել կարիերայում։ Սակայն կարևոր է պահպանել չափավորություն, քանի որ ոչ ամեն գրավիչ առաջարկ է իրականում օգտակար։ Ավելի լավ է կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք արդեն տալիս են արդյունք և ունեն կայուն հիմք։ Հուլիս ամիսը դա հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 11-ն է։ Հուլիսին ձիերը կզգան կայունություն և հանգստություն։ Աշխատանքային հարցերը կլուծվեն առանց շտապելու, իսկ ղեկավարությունը կգնահատի ձեր պատասխանատվությունն ու վստահելիությունը։ Անձնական կյանքում կլինի ներդաշնակություն, սակայն կարևոր է չմոռանալ ռոմանտիկայի մասին։ Առողջությունը կպահանջի ուշադրություն, հատկապես պետք է խնայել սիրտը և խուսափել գերհոգնածությունից։ Օգոստոսը դա օգոստոսի 12-ից մինչև սեպտեմբերի 9-ն է։ Օգոստոսը կարող է բերել ներքին անհանգստություն։ Կարող է առաջանալ զգացում, որ դուք կանգնած եք տեղում և առաջ չեք շարժվում։ Չպետք է տրվել կասկածներին, քանի որ սա միայն ժամանակավոր դադար է նոր աճից առաջ։ Լավ կլինի կենտրոնանալ ինքնազարգացման վրա
եւ արդեն ամսվա վերջում իրավիճակը կսկսի փոխվել դեպի ավելի լավը։ Ֆինանսական հարցերում խորհուրդ չի տրվում պարտք տալ կամ ներգրավել կասկածելի ու վիճահարույց գործարքների մեջ։ Սեպտեմբերը դա սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 8-ն է։ Սեպտեմբերը Ձի նշանի համար կլինի հաջող ամիս, հատկապես աշխատանքային ոլորտում, հնարավոր է պաշտոնի բարձրացում կամ ձեր աշխատանքի գնահատում։ Կարևոր է պահպանել համեստություն եւ խուսափել գործընկերների հետ կոնֆլիկտներից։ Սիրային կյանքում հարաբերությունները կարող են անցնել ավելի խորը մակարդակի, ավելացնելով վստահությունն ու անկեղծությունը։ Սա շատ լավ ժամանակ է ապագայի պլանավորման եւ ընտանեկան կապերի ամրապնդման համար։ Հոկտեմբերը դա հոկտեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 7-ն է։ Հոկտեմբերը ձերին կբերի ակտիվ առաջընթաց եւ շարժում դեպի ձեր նպատակները։ Դուք կարող եք զգալ, որ վերջապես գտել եք ձեր ճիշտ ճանապարհը։ Ձեզ խորհուրդ եղեք համառ եւ մի հանձնվեք, քանի որ ձեր ջանքերը անպայման արդյունք կտան։ Ֆինանսական առումով սպասվում է աճ, սակայն կարևոր է վերահսկել ծախսերը եւ չտրվել էմոցիաներին։ Անձնական կյանքում հնարավոր են հաճելի հանդիպումներ եւ սիրային խոստովանություններ։ Նոյեմբերը դա նոյեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 7-ն է։ Նոյեմբերը կբերի հանգստություն եւ վստահություն։ Սա հարմար ժամանակ է գործընկերների եւ զուգընկերների հետ հարաբերությունները ամրապնդելու համար։ Հնարավոր է ձեզ առաջարկել մասնակցել համատեղ նախագծերի, որոնք կարող են լինել շատ շահավետ։ Ֆինանսական վիճակը կլինի կայուն, իսկ ձեր տրամադրությունը կլինի հավասարակշռված եւ բարյացակամ։ Կարևոր է ուշադրություն դարձնել ձեր հարազատներին, քանի որ նրանք կարող են ունենալ ձեր աջակցության կարիքը։ Դեկտեմբերը դա դեկտեմբերի 8-ից մինչև 2027 թվականի հունվարի 5-ն է։ Տարվա ավարտը կբերի բավարարվածություն անցած ճանապարհից։ Դեկտեմբերը կդառնա ամփոփումների եւ ձեր ջանքերի դիմաց հաճելի արդյունքներ ստանալու ժամանակը։ Հնարավոր են պարգևատրումներ, ճանաչում կամ կարևոր առաջարկներ։ Անձնական կյանքում կհաստատվի ջերմություն եւ կայունություն, հատկապես նրանց մոտ, ովքեր կարող են պահպանել վստահությունն ու անկեղծությունը հարաբերություններում։ Փակեք տարին երախտագիտությամբ եւ այդ դեպքում 2027 թվականը դուք կհանդիպեք նոր ուժով եւ նոր ոգեշնչմամբ։ Ինչը հաջողություն կբերի ձիերին։ 2026 թվականին ձեր հաջողությունը կուժեղացնեն գրակային եւ տաք երանգները՝ կարմիրը, կորալը, ոսկեգույնը եւ տերակոտա գույները։ Կարող եք Google-ում փնտրել։ Այս գույները ներդաշնակ են տարվա էներգիայի հետ եւ օգնում են ուժեղացնել ձեր վստահությունը եւ ներքին լույսը։ Փորձեք դրանք ավելացնել ձեր հագուստում կամ տան ինտերիերում։ Օրինակ վառ շարֆը կամ ոսկեգույն բարձը կարող են դառնալ հաջողություն եւ ոգեշնչում ներգրավող ուժեղ խորհրդանիշ։ Բարենպաստ թվերն են ձեզ համար 3-ը, 8-ը եւ 9-ը։ Այս թվերը կօգնեն բերել ներդաշնակություն եւ կայունություն ձեր գործերում։ Եթե ունեք կարևոր հանդիպում կամ ընտրում եք պայմանագրի ստորագրման օր, ուշադրություն դարձրեք այս թվերով ամսաթվերին, քանի որ դրանք կարող են բերել հաջողություն։ Օրինակ մարտի 8-ը կամ օգոստոսի 9-ը կարող են դառնալ իսկապես կարևոր եւ դրական շրջադարձ բերող օրեր։ Մարտի 8-ը անցել է, կարող եք վերհիշել։ 2026 թվականին հաջողություն կբերեն նաեւ արևմտյան եւ հյուսիս-արևելյան ուղղությունները։ Աշխատելիս կամ բանակցությունների ժամանակ փորձեք նստել այնպես, որ ձեր դեմքը լինի այդ ուղղություններից մեկի կողմը։ Տարվա էներգիան կօգնի ձեզ ավելի հստակ մտածել եւ ճիշտ որոշումներ ընդունել։ Նույնիսկ կարճ զբոսանքը դեպի արևմուտք կարող է ձեզ լցնել վստահությամբ եւ նոր ոգեշնչմամբ։ Ինչը կարող է անհաջողություններ բերել ձեզ 2026 թվականին։ 2026 թվականը լի է ուժեղ էներգիայով, բայց չափազանց հուզականությունն ու կրքոտությունը կարող են ձեզ վնասել։ Պետք է սովորել վստահել ձեր զգացմունքները, էմոցիաները, որպեսզի խուսափեք խնդիրներից։ 1-ը, 6-ը եւ 7 թվերը այս տարի կարող են բերել դժվարություններ եւ խոչընդոտներ։ Լավ է կարևոր հանդիպումները, գործարքները կամ տեղափոխությունները չկապել այս թվերի հետ։
Մոխրագույնը, կապույտը և մանուշակագույնը կարող են թուլացնել ձեր էներգիան և բերել հոգնածություն։ Եթե սիրում եք այս գույները, օգտագործեք քիչ և համադրեք ավելի տաք գույների հետ։ 2026 թվականին ցանկալի չէ կարևոր գործեր պլանավորել հարավային և արևելյան ուղղություններով։ Այս ուղղությունները կարող են թուլացնել ձեր հաջողությունը, հատկապես եթե արդեն հոգնած եք կամ կասկածում եք։ Ավելի լավ է ուշադրություն դարձնել հյուսիս-արևելքին, քանի որ այդ ուղղությունը կօգնի վերականգնել ուժերը և առաջ շարժվել ավելի վստահ։ Լավագույն սիրային համատեղելիությունը ձիերի համար։ 2026 թվականին ձիի համար ամենահաջող հարաբերությունները կլինեն վագրի և շան հետ։ Այս նշանները սիրում են ազատություն, անկեղծ են և ակտիվ, ինչն օգնում է լավ հասկանալ միմյանց։ Վագրի հետ հարաբերությունները կլինեն կրքոտ և ոգեշնչող։ Միասին կարող եք հասնել մեծ նպատակների և աջակցել միմյանց։ Շան հետ հարաբերությունները կլինեն հանգիստ, ջերմ և վստահելի։ Այս կապը հիմնված կլինի հարգանքի և փոխադարձ օգնության վրա։ Եթե միայնակ եք, ուշադրություն դարձրեք այս նշաններին։ Նրանք կարող են դառնալ ձեզ համար իդեալական զուգընկեր։ Եթե արդեն հարաբերությունների մեջ եք վագրի կամ շան հետ, ապա այս տարին կօգնի ավելի ամրապնդել ձեր կապը և միասին հասնել հաջողությունների։ Վատագույն սիրային համատեղելիությունը։ 2026 թվականին ձիերը պետք է զգույշ լինեն հարաբերություններում առնետի և ցուլի հետ։ Առնետը ավելի հանգիստ և մտածող է, իսկ ձին արագ և բաց։ Այս տարբերության պատճառով կարող են առաջանալ վեճեր և անհասկացողություն։ Ցուլը կարող է թվալ շատ դանդաղ և չափազանց գործնական ձիու համար։ Դա նույնպես կարող է խնդիրներ ստեղծել հարաբերություններում։ Եթե արդեն հարաբերությունների մեջ եք այս նշանների հետ, անհանգստանալու կարիք չկա։ Հնարավոր է պահպանել լավ կապ, եթե լինեք համբերատար և հարգեք միմյանց տարբերությունները։ Շփումը և միասին ժամանակ անցկացնելը կօգնեն ավելի լավ հասկանալ իրար և ամրապնդել հարաբերությունները։ Երբ պետք է կարևոր փոփոխություններ անեք 2026 թվականին։ 2026 թվականին կարմիր կրակե ձիու տարում դուք կզգաք շատ ուժեղ էներգիայի աճ, սակայն հաջողության հասնելու համար ամենակարևորը ճիշտ ժամանակ ընտրելն է։ Ամենաբարենպաստ ամիսները փոփոխությունների համար կլինեն ապրիլը և հոկտեմբերը։ Այս ժամանակահատվածները լի կլինեն ակտիվ, բայց միաժամանակ ներդաշնակ էներգիաներով, որը կօգնի իրականացնել ձեր նպատակները և ամրապնդել ձեր դիրքերը։ 2026 թվականի ապրիլը իդեալական ժամանակ է կարիերայում առաջընթաց գրանցելու համար։ Եթե պլանավորում եք սկսել նոր նախագիծ, փոխել աշխատանքը կամ ձեր գաղափարը ներկայացնել ղեկավարությանը, ապա լավագույն ժամանակը հենց այդ ամիսն է։ Կրակի էներգիան կաջակցի ձեզ, օգնելով դրսևորել առաջնորդի հատկություններ և վստահություն։ Այս շրջանում սկսած ցանկացած գործ կարող է դառնալ ձեր ապագա հաջողությունների հիմքը։ Հոկտեմբերը, հակառակը, կբերի ներքին հավասարակշռություն և հստակություն։ Սա հարմար ժամանակ է անձնական որոշումների համար, հարաբերությունները ամրապնդելու, սիրելի մարդկանց հետ համատեղ գործեր սկսելու կամ տեղափոխվելու համար։ Նաև հոկտեմբերը լավ ժամանակ է ինքնազարգացման, ուսման և կյանքի առաջնահերթությունները վերանայելու համար։ Եթե երկար ժամանակ կասկածում էիք, որ այս ամիսը կօգնի ձեզ գտնել ճիշտ ուղղություն և համարձակություն ունենալ։ Հատկապես հաջող կարող են լինել այս օրերը, որոնք կապված են 3-ի, 8-ի և 9-ի հետ։ Այս թվերը կրում են հաջողության և ներդաշնակության էներգիա։ Օրինակ, ապրիլի 9-ը կամ հոկտեմբերի 8-ը կարող են լինել այն օրերը, երբ արժեք կարևոր քայլ անել առանց կասկածելու։ Ի դեպ, ապրիլի 9-ին Մերկուրին լիարժեք իր վերջնական այդ թևիկները տանում է ուղղահայաց արդեն, կարող եք սկսել։ Հնարավոր դժվարություններ անձնական և գործնական կյանքում։ Չնայած նրան, որ 2026 թվականը ընդհանուր առմամբ հաջող է, որոշ աստղերի ազդեցությունը կարող են բերել ռիսկեր։ Դրանք զգուշացնում են շտապ որոշումների և չափազանց ինքնավստահ լինելու վտանգի մասին։ Պետք է շատ ուշադիր լինել փաստաթղթեր ստորագրելիս, գործարքներ կատարելիս և պարտականությունները բաժանելիս։ Երբեմն մանրուքները կարող են շատ կարևոր լինել։ Այդ պատճառով լավ է ամեն ինչ կրկնակի ստուգել և անհրաժեշտության դեպքում խորհրդակցել մասնագետի հետ։
Աշխատանքում կարող են լինել մրցակցություն և լարված իրավիճակներ։ Ձեր վստահությունն ու ակտիվությունը կարող են ուրիշներին թվալ չափազանց կտրուկ։ Որպեսզի խնդիրներ չառաջանան, պետք է լինել ավելի դիվանագիտական, հարգել ուրիշների կարծիքը և խուսափել վեճերից, հատկապես եթե զգում եք, որ ձեզ փորձում են հրահրել։ Անձնական կյանքում հնարավոր է դառնաք ավելի անուշադիր կամ մոռացկոտ։ Աշխատանքային զբաղվածության պատճառով կարող եք բաց թողնել կարևոր խոսքեր կամ պահել, ինչը կարող է վիրավորել ձեր մտերիմներին։ Փորձեք ավելի հաճախ ուշադրություն ցույց տալ և գնահատել նրանց, ովքեր ձեր կողքին են։ Հնարավոր է նաև պահեր, երբ կցանկանաք հեռու մնալ մարդկանցից և միայնակ լինել։ Դա նորմալ է։ Նման ժամանակ պետք է հանգստանալ և ուժերը վերականգնել, բայց կարևոր է ամբողջությամբ չփակվել, քանի որ այս տարի ընկերների և ընտանիքի աջակցությունը ձեզ համար շատ կարևոր կլինի։ Այս տարվա հիմնական դասը հավասարակշռություն պահելն է ակտիվության և հանգստության միջև։ Իսկ հիմա կխոսենք տարով ձի, իսկ ամսով, այսինքն խոյ, ցուլ, եկվորյակ, այդպես։ Եթե տարով ձի եք, ամսով խոյ։ Խոյերը այս տարի կդառնան իսկական ջահեր, որոնք կլուսավորեն իրենց և ուրիշների ճանապարհը։ Ձեր բնածին իմպուլսիվությունը կմիավորվի տարվա կրակոտ էներգիայի հետ և կստեղծի հզոր ուժ ցանկացած նախաձեռնության համար։ Համարձակ եղեք, ռիսկի դիմեք, հաղթեք։ Իհարկե, ամեն ինչ ձեր կողմն է։ Ձի, ցուլ։ Ցուլերի կրակոտ էներգիան կօգնի դուրս գալ կանգնած վիճակից և սկսել գործել։ Ձեր բնական հաստատակամությունը տարվա ակտիվության հետ միասին կտա հիանալի արդյունքներ։ Ֆինանսական հաջողությունը գրեթե երաշխավորված է։ Ձի, եկվորյակ։ Եկվորյակներին այս տարի կբերի բազմաթիվ հետաքրքիր ծանոթություններ և հնարավորություններ։ Ձեր շփվող լինելը և կրակոտ խարիզման կդարձնեն ձեզ ցանկացած միջավայրի կենտրոնը։ Մի կորցրեք օգտակար կապերը ընդլայնելու հնարավորությունը։ Ձի, խեցգետին։ Խեցգետինները դուրս կգան իրենց պատյանից և կցուցադրեն, թե ինչի են ընդունակ։ Կրակոտ էներգիան ձեզ կտա քաջություն և վճռականություն։ Ընտանեկան արժեքները կմնան առաջնայինը, բայց դուք կկարողանաք ավելի լավ ապահովել ձեր հարազատներին։ Ձի, առյուծ։ Առյուծներին այս տարի կբերի արժանի ճանաչում և փառք։ Ձեր բնական խարիզման ավելի կուժեղանա տարվա էներգիայի շնորհիվ, և դուք կդառնաք ձեր կյանքի իսկական թագավորները և թագուհիները։ Ձեր փայլելու ժամանակն է։ Ձի, կույս։ Կույսերին կրակոտ տարը կօգնի թողնել ավելորդ իրանց կատարելի լինելը և սկսել գործել։ Ամեն ինչ պարտադիր չէ իդեալական լինի, երբեմն ավելի կարևոր է արագությունն ու համարձակությունը։ Այս տարին ձեզ կսովորեցնի լինել ավելի ճկուն և ինքնաբուխ։ Ձի, կշեռք։ Կշեռքներին այս տարին խոստանում է հավասարակշռություն և ներդաշնակություն։ Կրակոտ էներգիան կօգնի ավելի արագ որոշումներ ընդունել, չկորելով կասկածների մեջ։ Սերը և կարիերան կզարգանան միասին և հաջողությամբ։ Ձի, կարիճ։ Կարիճները կդառնան ավելի գրավիչ և մագնիսական։ Կրակոտ կիրքը կմիավորվի ձեր ուժեղ բնույթի հետ և կստեղծի հզոր էներգիա։ Օգտագործեք այն ձեր մեծ նպատակներին հասնելու համար։ Ձի, աղեղնավոր։ Աղեղնավորներին այս տարին կբերի արկածներ և ճանապարհորդություններ։ Ձեր ազատության և նոր հորիզոնների ձգտումը լիովին կիրականանա։ Հնարավոր է արտագաղթ կամ երկարատև գործուղում արտերկրում։ Ձի, այծեղջյուր։ Այծեղջյուրներին կրակոտ էներգիան կօգնի հասնել կարիերայի բարձունքներին։ Ձեր համառությունը տարվա ակտիվության հետ միասին կտա շատ մեծ արդյունքներ։ Տարվա վերջում դուք կհասնեք այնտեղ, ինչի մասին նույնիսկ չեք երազել։ Ձի, ջրհոս։ Ջրհոսները հնարավորություն կստանան իրականացնել իրենց ամենաանսովոր գաղափարները։ Կրակոտ էներգիան կաջակցի ձեր նորարարությանը և յուրօրինակությանը։ Մի վախեցեք լինել առաջինը, հենց դուք կստեղծեք նոր միտումներ։ Ձի, ձկներ։ Ձկների ինտուիցիան 2026 թվականին կդառնա շատ ուժեղ։ Կրակոտ ձին ձեզ կտա հստակ տեսողություն և կօգնի հասկանալ, թե ուր շարժվել։ Ձեր ստեղծագործական ունակությունները լիովին կբացվեն։